Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, առաջին անգամ եք մեր հանձնաժողովների նիստերին, որ եթե օրինակ ինձ հարցնեին ինչ եք անում այս նիստերի ընթացքում, երբ քննարկվում է պարոն Ղազենյանի թեկնածության հարցը, ես կարճ դա այսպես կձևակերպեի, գալիս ենք, պարոն Ղազենյանին տարբեր հարցեր ենք տալիս, կախված իր կենսագրության հետ, ձեր խմբակցությունը փորձում է թեման տանել ցանկացած այլ տեղ, չպատասխանելով կոնկրետ տրված հարցերին, պարոն Ղազենյանին չենք ընտրում ու անցնում ենք առաջ։ Սա մեր երկուշաբթի օրերն է, այսպես կնկարագրեի։ Հա փոխվում է, շատ լավ։ Հիմա օրինակ, նայեք, մի հարց եմ տալիս։ Պարոն Ղազենյանը օրեր առաջ նախորդ նիստի ընթացքում ասում է, ես իհարկե բավականին մեծ գումար ունեմ, ու ես տատանվում էի, այդ գումարը հայտարարագրեմ, թե չհայտարարագրեմ։ Մարդը տատանվում է իր պարտավորությունը օրենքով սահմանված կատարի, թե չկատարի։ Դուք որպես փորձառու փաստաբան, իրավաբան, պարոն Վարդևանյան, այդպիսի մարդու, այդպիսի տեխնացությունը կքվեարկեք, ես նորից եմ ասում, անձի հետ Արթուր Ղազենյանի, ով ինչպես ինքն է ասում, ունի երկու ճկնաղ դուստր, այդ ճկնաղ դուստրերի հայր Արթուր Ղազենյանի հետ ես բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ, բայց քաղաքական գործիչ Արթուր Ղազենյանի հետ ով տատանվում է օրենքի պահանջը կատարի թե չկատարի հայտարարագրի հետ շատ մեծ գումարը, որ ինքը ունի թե չէ, այդ մարդուն կընտրեք թե ոչ, հատկապես որ պարոն Քոչարյանը նշեց, մենք չգիտենք այդ գումարը իրականում ինչ ընկերություններում է վաստակել, իր կենսագրության մեջ դա չկա նշած, չի երևում, մենք էլ ենք, ես էլ եմ միանում այդ խնդրանքին, որ կենսագրության մեջ, հա, այսքանը, շնորհակալություն։